Վերջին տարիներին պետության կողմից իրականացվող քաղաքականությունը միտված է խոշորացմանը։ Միավորվում են կառույցները, համայնքները, տեսչական մարմինները եւ այլն։ Հիմնավորումներից մեկը որպես կանոն ֆինանսական ռեսուրսների արդյունավետ օգտագործումն է։ Նպատակներից մյուսը կառավարման որակի բարձրացումն է։ Եվ ահա վերջերս լրատվամիջոցներում տեղեկատվություն տարածվեց այն մասին, որ կառավարությունում քննարկվում է մինչև 2028 թվականը մարզպետարանների ինստիտուտը փուլային կարգով վերափոխելու հնարավորությունը։ Ըստ հրապարակումների գործող մարզպետարանների փոխարեն յուրաքանչյուր մարզում կարող է գործել կառավարության մեկ ներկայացուցիչ, փոքր աշխատակազմով եւ սահմանափակ լիազորություններով։ Խորհրդային Հայաստանը միջև անկախությունը ընդամենը շրջաններ էր՝ Մեղրի շրջան, Ղափանի շրջան, Երևան քաղաքի առանձին շրջաններ էր, ընդհանուր մոտավորապես 37 շրջան գոյություններ, շրջանային խորհուրդներ, շրջանի գործկոմներ եւ այլն քաղաքական խորհուրդներ։ Դա կառավարման ամենաօպտիմալ սկզբունքներ Հայաստանի նման փոքր երկրի համար, բայց 90-ականներին, երբ որ եկավ իշխանությունը, ՀՀՇ-ն նորից էլի մտցրեց 96 թվականին, եթե չեմ սխալվում, ելես մարզերի սկզբունքը, Հայաստանը բաժանվեց մարզերը, որ ավելի հեշտ լինի իբր թե կառավարումը։ Հրապարակումների համաձայն քննարկվող փոփոխությունների նպատակը պետական կառավարման համակարգի օպտիմալացումն է։ Վերջին տարիներին մարզպետարաններից մի շարք գործառույթներ փոխանցվել են մյուս պետական մարմիններին, հիմնականում նախարարություններին։ Օրինակ, բժշկական կենտրոնների ղեկավարների նշանակման գործառույթը փոխանցվել է առողջապահության նախարարությանը, իսկ հանրակրթական դպրոցների կառավարման լիազորությունները ԿԳՄՍ-ին։ Մի կողմից դա հեշտացնում է կառավարիչների աշխատանքը, чиновникների աշխատանքը, մինչև պետության բարձրաստիճան օղակներ։ Մյուս կողմից որոշումները, որոնք կայացվում են բրգի վերևում, կարող են կտրվել իրականությունից եւ հաշվի չառնել այն առանձնահատկությունները, որ տեղերում կան։ Լրատվամիջոցներով տարածված տեղեկատվության համաձայն քննարկվող մոդելով կառավարության ներկայացուցիչը մարզում հիմնականում կիրականացնի ներկայացուցչական եւ վերահսկողական գործառույթներ, մինչդեռ ոլորտային քաղաքականության իրականացումը կկենտրոնացվի նախարարություններում եւ տեղական ինքնակառավարման մարմիններում։ Դու պատկերացում չունես, ինչպիսի տեսլական ապագայի կոնցեպցիա է դնում Հայաստանի տեղական ինքնակառավար մարմինների զարգացման, այդ կոնցեպցիան որն է ընդհանուր վերցված, դա կոչվում է տնտեսական աշխարհագրություն, դա առանձին մասնագիտություն է, երբ որ վերցնում եւ ինչպես ղեկավարել է տարածքը։ Եթե դու դա չես պատկերացնում, ապա դու մարզպետարանը լուծ արեցիր, դրեցիր կոմիսար, ընդհանրապես քո ձեռքով կառավարման սկզբունքները աշխատել, ուրիշ ոչ չի։ Մարզպետարաններից նախարարություններին որոշ գործառույթների փոխանցման process-ը նախկինում արդեն փորձագետների շրջանում մտահոգությունների տեղիք էր տվել։ Կա կարծիք, որ օրինակ կրթության ոլորտին վերաբերող գործառույթները մարզպետարաններից վերցնելուց հետո այդ դաշտում ունենալու են խնդիրներ։ Երևանում նստող պաշտոնյան նույնիսկ մեծ ցանկության դեպքում չի ունենալու տեղերում գոյություն ունեցող իրավիճակի մասով հստակ պատկեր եւ չի կարողանալու օպերատիվ արձագանքել այս կամ այն խնդրին։ Մենք շատ դեպքերում տեղերում համայնքներին կարող ենք տալ շատ մեծ պատասխանատվության բեռ եւ ի վերջո ամբողջ խնդիրների լուծման պատասխանատվությունը ընկած է հենց այդ հանրային ծառայողների վրա, բայց որոշումների կայացումը տեղի ունենում կենտրոնացված մակարդակով։ Աշխարհում գոյություն ունեն մեկ տասնյակից ավելի պետություններ, որոնք չունեն մարզեր, նահանգներ կամ շրջաններ եւ առանձին կառավարման համակարգեր, սակայն դրանք համարվում են գաճաճ պետություններ։ Վատիկանը, Մոնակոն, Սինգապուրը, Անդորրան, Լիխտենշտեյնը, Գրենադան։ Այս պետություններում կամ չկան վարչական բաժանումներ, կամ տեղերում նշանակված են կառավարության ներկայացուցիչներ։ Արմեն Աթելյան, ժամը լրատվական։